Սաղմոս 31-ից և 32 սաղմոսներից մի երկու խոսք պետք է ընթերցեմ։ Շատ լավ համարներ կա գրված 32 սաղմոսում, որ ամեն անգամ ընթերցելուց այդ տեղերի մոտ էլ ընդգծած է, կարծում եմ շատերիս մոտ 32 սաղմոսի 7-8 խոսքերը օրինակ։ Դուն ես իմ ապաստանարանս, նեղությունեն զիս պիտի պահես, դուն ինձ պիտի պատես ազատության երգերով, ու հետո լսում ենք պատասխանը, 8 խոսքը, քեզի պիտի սորվեցնեմ ու երթալու ճամփատ պիտի ցույց տամ քեզ, քեզ պիտի խրատեմ, իմ աչքը քու վրա պիտի լինի, շատ ենք ուրախանում, ասում ենք ինչ լավ է, երկնքից պատասխանը, ինչ հրաշալի խոսքեր է, կարդում ենք իմաստուն կանեմ քեզ և կսովորեցնեմ քեզ այն ճանապարհը, որ նրանում պիտի գնաս, կխրատեմ քեզ, իմ աչքը քո վրա կլինի, ասում ենք ինչ լավ է, Տիրոջ աչքը իմ վրա լինի, ինձ առաջնորդի, չէ, ինձ, քեզ, ամեն մեկիս, բայց սիրելիներ, սա սկիզբ ունի, այսպիսի վիճակում լինողների համար սա սկիզբ ունի, նախաբան գոյություն ունի, որտեղում ում համար է այսպես լինում, բոլորն են ցանկանում, որ իրենք առաջնորդված լինեն, չէ, բոլորն են ցանկանում, որ իրենց հաջորդ քայլի մասին իրենք իմանան, սխալի մեջ չընկնեն, ոտը քարին չտան, դա շատ պրիմիտիվ բան եմ ասում, հələ չեմ ասում մեծ գործարքներ, կյանքի որոշումներ եւ այլն, որտեղ պետք է հստակ իմանալ, որն է ճիշտը, ու ասում ես, ինչ լավ բան է, չէ, Աստծուն ճանաչելը, ինքը ինձ կասի, ես էլ չեմ սխալվի, սիրելիներ, բայց 31 սաղմոսում, սրա մասին իհարկե քարոզվել է, ուզում եմ հիշեցնեմ 3-րդ խոսքը, որովհետև իմ վեմս ու բերդս դուն ես, և քո անվանդ համար ինձի առաջնորդ է ու ինձ կառավար է, սա ուրիշ բան արդեն, սա այդ սկիզբն է, որտեղ մարդը համաձայնվում է, որ Աստված իրեն առաջնորդի ու կառավարի, վերցնի իր ձեռքերի մեջ ու անի իր կամքը, այս դեպքում է, որ մարդիկ լինում են լիարժեք առաջնորդված երկնքից, հնարավոր աստեղ լինեն հիմա մարդիկ, ովքեր հաճախ տրտնջացել են աղոթքների ուշ պատասխանվելու կամ աղոթքների միջև հիմա պատասխան չունենալու համար, տրտնջացել են, նեղվել են, ինչի համար չես առաջնորդում, ինչի համար չես ասում, բա ես ոնց իմանամ, բա ոնց անեմ, սիրելիներ, նորից հիշենք այս խոսքը, դու ես իմ վեմը ու իմ բերդը, քո անվան համար, այդտեղ պիտի Տերը փառավորվի այդ ամեն ինչի մեջ, պիտի լիարժեք հանձնվում ենք ու ինքը փառավորվում է դրա մեջ, լիարժեք հանձնվում ենք ու ինքը բարձրանում է դրա մեջ, քո անվանդ համար առաջնորդիր ինձ, ու այսքանը չի, նաև կառավարիր ինձ, ուզում ես, այս սրա մեջ է գաղտնիքը, որ դու հավիտյան, լիարժեք հանձնվում ես, ինքը վերցնում է իր ձեռքերի մեջ, ու քո կյանքը, ֆիզիկական կյանքը, հոգևոր կյանքդ, ամեն ինչ քո հետ կապված, ընտանիքդ, ամեն ինչ առաջնորդվում է, կատարվում է իր կամքով, կազմակերպվում է իր կամքով, ու օրհնվում է ամեն բան, բայց փառավորվում է ինքը, այստեղ պիտի համաձայնվենք, փառավորվում է ինքը անում է ու ինքն էլ փառավորվում է, ինքը բարձրանում է, սիրելիներ, սա խոնարհության մասին է խոսքը, անձից հրաժարված լինելու մասին է խոսքը, որովհետև միայն այդ մարդիկ են, որ համաձայնվում են, որ Տեր իրենց կառավարի, հաճախ խոսվում է սրա մասին, նույն քաղաքում երկու քաղաքապետ չի լինում, նույն երկրում երկու նախագահ չի լինում, մի սրտում երկու թագավոր չի կարա լինի, կամ դու, կամ Աստված, եթե դու ուզում ես, որ քո կյանքում միայն առաջնորդվես, որովհետև խնդիրների ես հաճախ հանդիպում, ու քո համար տհաճ է, որովհետև շատ հաճախ հանդիպում ես դժվարությունների, ուզում ես առաջնորդված լինես, քանի որ Տերը ամեն բան գիտի, ու դու ուզում ես առաջնորդված լինես, որ մենակ ճիշտը քո կյանքում կատարվի, քո կոմֆորտի, քո լավի, քո փառքի համար, չի կատարվում, ու այդ աղոթքները անպատասխան են մնացել, միջև հիմա շատ հաճախ իմնել,
Ինչի համար, որովհետև քո անունի համար առաջնորդիր ու կառավարիր ինձ։ Ինքը իր անունի, իր փառքը բարձրանալու համար էդի կատարելու է, եթե դու համաձայնվում ես, որ ինքը քեզ իշխի, կառավարի։ Թող Աստված օրհնի, որ մենք համաձայնվենք հրաժարվելու մեզանից։ Ամեն օր դրա կարիք ունենք մենք։ Դրա մասին շատ ենք հիշում այդ խոսքը, որ մենք ամեն օր դրա կարիք ունենք հրաժարվելու մեզանից, վերցնելու խաչը, մեր եսից հրաժարվելու ու գնալու Հիսուսի ետևից ամեն օր։ Ուզում եմ Եբրայեցիների թղթից հիշեցնել 13-րդ գլխից 13 եւ 14 խոսքերը։ Ուրեմն, եկեք իրեն ելնենք, բանակեն դուրս։ Մեր վրա առնելով նրա նախատինքը, Հիսուսի մասին է խոսքը։ Միջև այդ ասում է, ուստի Հիսուսն էլ իր արյունով ժողովուրդը սրբելու համար դռնեն դուրս չարչարվեցավ, ուրեմն եկեք իրեն ելնենք, բանակեն դուրս, մեր վրա առնելով անոր նախատինքը։ Ինչի մասին է խոսքը, այն օրը սրա մասին խոսվել է, սա բանակը չի խոսվում պաշտպանության նախարարության զինված ուժերի մասին չի խոսքը։ Իսրայել ժողովրդի օրինակի վրա է բերվում բանակ տալ, այսինքն վրանները, որտեղ խփել են այդ ժողովուրդը, ընդհանուր, որտեղ հավաքված էին։ Ես ու դու կարիք ունենք դուրս գալու աշխարհից, հելնելու այդ մարդ հարաբերությունների վեճերից դուրս գալու մարդկանցից փառք ընտրելու պրակտիկայից, բանակից դուրս գալու այդ իմաստով, դուրս գալու այն ամեն պատերազմներից մեր մտքի մեջ եղած, մեր սրտում եղած, որոնցում փնտրում ես քո փառքը, դուրս գալու ընդեղ Հիսուսի մոտ։ Ու ասում է մեր վրա առնելով նրա նախատինքը։ Ու հաջորդ խոսքն էլ շատ հրաշալի է ասում, որովհետև մենք այստեղ մնայուն քաղաք չունենք։ Գաղտնիքը այստեղ է, որ ես ու դու տենում ենք, որ մեր կյանքը Քրիստոսի մոտ է պահված, Քրիստոսի մեջ է պահված, երկնքում է, մենք ընդեղ է մեր գործը, մեր քաղաքականությունը ընդեղ է։ Իհարկե խոսել ենք սրա մասին էլի։ Ասում է հապա հանդերձյալն ենք փնտրում, մենք այստեղ մնայուն քաղաք չունենք։ Ու դու դադարում ես տեղի այդ հարց ու պատասխանները այդ մարդկանց հետ, այն որ հավաքում էր ոմանց, չգիտեմ, շորերից ու պատիվ էր պահանջում, հնարավոր է մտքիդ մեջ, հնարավոր է սրտիդ մեջ, մտածում էր, որ ինչի էսպես, ինչի իմ հանդեպ էսպես։ Չգիտեմ ինչի, իրանք քո հանդեպ էսպես։ Իրանց հարցը իրանք ու Աստված, բայց ինչի է քո հետ ու իմ հետ թույլ տրվում երկնքից, դրա պատասխանը գիտեմ, ինձ Աստված շատ է սիրում, քեզ Աստված շատ է սիրում, ուզում է, որ դու իր գրկումը լնես, իր գրկում մնաս, դուրս գաս իր մոտ, դուրս գաս բանակից, ամբոխից, դուրս գաս ժողովրդի խառը վիճակներից դուրս, քո սրտով դուրս գաս աշխարհից ու լինես ամեն օր իր հետ, որ ինքը քեզ կառավարի, որ ինքը քեզ իշխի, որ ինքը քեզ առաջնորդի։ Հավատացեք, ես վստահ եմ ասում, մեր մեջ չկա մեկը, որ Սաղմոս 23-ը չի լսել կամ չգիտի։ Մեր մեջ երևի չկա մեկ, ով չի սիրում այդ Սաղմոսը, հրաշալի Սաղմոս է։ Բայց եկեք անկեղծ լինենք, խոստովանենք, որ մեր կյանքի ոչ բոլոր դրվագներում ենք հավատում, որ այդ խոսքերը իրական են։ Անկեղծ գտնվենք մենք մեր հետ։ Մենք ոչ բոլոր դրվագներում ենք հավատում, որ ոչ մի բանի կարիք պիտի չունենամ։ Ոնց։ Գիտես ինչքան կարիք ունեմ, Տեր ջան։ Ու սկսում ենք թվարկել ծալելով մեր մատերը կամ բացելով, թվարկելով անընդհատ, լիքը, ցուցակներ, լիքը բանի կարիք կա։ Որովհետև ես չեմ համաձայնվել, որ ինքը ինձ կառավարի, ես չեմ համաձայնվել, որ մտնեմ լիարժեք իր տիրապետության տակ, ու որովհետև իմ անձով, իմ ամբողջ էությամբ չեմ համաձայնվում, որ Տերն իմ հովիվս է։ Այստեղ է խնդիրը, որտեղ ես ու դու համաձայնվում ենք, որ իմ ամբողջ մարմինս, շունչս, էությունս, ես ունեցածս, ընտանիքս, երեխեքս, մենք քոնն ենք, Այդի հանձնվել, 100% հանձնվել, ինքը իշխում է, կառավարում ու առաջնորդում է, ու վստահեցնում եմ ձեզ, ինքը իր խոսքի ետևում կանգնած է, ասում եմ ամենայն պատասխանատվությամբ, իմ վրա չի իմ վստահությունս, հավատում եմ Աստծո խոսքին ու իմ կյանքում համոզվում եմ, Տերը իմ հովիվս է, ու ոչ մի բանի կարոտություն պիտի չունենամ։ Այն մարդկանց համար, ովքեր ասում են, մենակ խոսքերով են ասում, իրանց կյանքում չեն տենում սա կատարված, դու քո կյանքում էլ տենում ես։ Քո կյանքում էլ տենում ես, որ չես տենում ամեն դրվագում կատարված, ինչ որ տեղերում լավ է լինում, սրտանց փառք ես տալիս։ Լիքը աշխարհիկներ են այդպես, ինչով եմ տարբեր։
Խնդիրը նրանում է, որ ես իր գրքում ամեն օր պետք է լինեմ հանձնված իրան, իր իշխանությանը, իր կառավարությանը, ամեն օր կախված լինելը տեսնելու, որ իրանից կախված եմ ես ուղղակի, կախված ենք իրանից, նրանից, նրանով ու դեպի նա է ամեն բան, ու այո, ինքը իմ հովիվն է ու ոչ մի բանի կարիք չեմ ունենա, դու էլ թող Աստված օրհնի մեզ սիրելիներ, որ այս մտքի, այս վիճակի, այս սրտի վիճակի մեջ լինենք, կոտրված, խոնարհված իր առաջ։ Այն մարդկանց համար, ովքեր հույսը իրենց պակասել է, դժվարություններ ունեն ինչ-որ հարցերում, Հիսուսը երբ որ խոսում է Սուրբ Հոգու մխիթարիչ լինելու մասին, բայց այդ գլխի սկզբի հատվածում ինքն է սկսում մխիթարել ու հետո ասում է, որ մխիթարիչն է գալու։ Ասում է սրտերնից չխռովի 14-րդ գլուխը։ Աստծուն հավատացեք։ Սրտերնից չխռովի։ Աստծուն հավատացեք ու ինձ հավատացեք։ Իմ հորս տունը շատ բնակարաններ կան։ Ապա թե ոչ ես ձեզի պիտի ասեի հիմա կերթամ, որ ձեզի տեղ պատրաստեմ։ Եվ եթե երթամ ու ձեզ տեղ պատրաստեմ, նորեն պիտի գամ եւ ձեզ քովս առնեմ, որպեսի ուր որ ես եմ, դուք էլ այնտեղ լինեք։ Ուր որ ես կգնամ, գիտեք ու ճանապարհն էլ գիտեք։ Աստված օրհնի մեզ սիրելիներ, որ այն մարդիկ, ովքեր համաձայնում են կոտրվելու, խոնարհվելու, իրենք սկսում են ոչ թե մարդկանցից սпасել, իրենք սկսում են կարոտած, սпасել փրկչին, ասելա սրտերնից չխռովի, սրտերնի 18 խոսքում կարդում ենք այդ նույն գլխի, ասում է ձեզ որբ չեմ թողնի։ Այն մարդիկ, ովքեր կոտրված են, այն մարդիկ, ովքեր իրենց անձից հրաժարված են, մի պահ այդպեսի զգացողություն ա լինում իմ հետ էլ ա եղել, որ ոնց կորցրեցի այն ամենը, կորցրեցի, չէ, ոչ մի բան չես կորցրել։ Մարդը, ով համաձայնվում է իր անձից հրաժարվելու, շատերը կան, ովքեր չեն համաձայնվում հենց այդ վախից, որ ես կկորցնեմ ամեն ինչ, կկորցնեմ իմ փառք, հեղինակություն, ոչ մի բան չես կորցնի, դու հայր ունես, ասում է ձեզ որբ չեմ թողնի, գալու եմ ձեզ մոտ ու հետո խոսում է Սուրբ Հոգու մխիթարիչ լինելու, մեր հետ լինելու, մեր հետ ապրելու, ճշմարտության հոգին, որ այս աշխարհը չի կրնա ընդունել, վասնզի չի տեսնել նրան ու չի ճանաչել նրան, բայց դուք կճանաչեք նրան, որովհետև ձեր մոտ կբնակի ու ձեր մեջ պիտի լա, ձեր մեջ, իմ ու քո մեջ պիտի լա ու արդեն եկել է Սուրբ Հոգին։ Մենք չենք սպասում, որ նոր պիտի ուղարկվի։ Մենք չենք սպասում, որ նոր պիտի գա այդ խոստումը կատարվի։ Ես ու դու ունենք դա։ Իսկ ովքեր չունեն, կարիք ունենք, որ մեզնից հրաժարված գանք իր առաջ, մեզնից հրաժարված կոտրված գանք այդ սպասումով իր առաջ ու ասենք ուզում ենք այդ խոստմունքը մեր մեջ էլ կատարվի։ Եսայի մարգարեությունից ընթերցում ենք այս խոստն էլ կընթերցեմ ու կերքենք։ Եսայի մարգարեություն 41-րդ գլխու ընթերցում ենք այսպիսի խոսքեր. Քանզի ես քո Տեր Աստվածդ եմ, որ քո աջ ձեռքդ կբռնեմ ու քեզի կսեմ. մի վախնար, ես քեզի պիտի օգնեմ։ Ինձ ու քեզ ասում ա, ձեռիցդ պիտի բռնեմ ու քեզ ասեմ, մի վախնար, քեզի պիտի օգնեմ։ Ով Հակոբի որդի, մի վախնար, ով Իսրայելի մահկանացուներ, ձեզի պիտի օգնեմ կսե Տերը։ Ով Իսրայելի Սուրբը քո փրկիչը, Աստծո ողորմությունը, Աստծո օգնությունը, ամենակարող Աստծո իմ ու քո հետ լինելը, բազմաթիվ տեղեր Սուրբ գրքում հիշատակվում է, բայց նորից հետ գնամ սկզբին, նրանց հետ, ովքեր համաձայնվում են իր հետ լինել, ովքեր համաձայնվում են իրենց անձից հրաժարվեն, հանձնվեն լիարժեք, ու Տերը իրանց հետ է լինում ամեն օր։ Ով Հակոբի որդի, մի վախնար, ով Իսրայելի մահկանացուներ, ձեզի պիտի օգնեմ կսե Տերը։ 14 խոսքը, ու Իսրայելի հույսը քու փրկիչդ։ Եվ ընթերցում ենք 16-րդ խոսքի երկրորդ հատվածից էլ ասում է ու դու տիոչմով պիտի ցնծաս, Իսրայելի Սուրբ հովը պիտի պարծենաս, աղքատները ու տնանքները ջուր կփնտրեն, բայց չկա։ Նրանց լեզուն ծալավեն չորցեր է։ Ես Տերս նրանց խնդրվածքին պիտի պատասխանեմ։ Ես Իսրայելի Աստվածը զանոն երեսը պիտի չձգեմ։ Բարձր տեղերու վրա գետեր ու հովիտների մեջ աղբյուրներ պիտի բանամ։ Անապատը ջուրի լիճի ու չոր երկիրը ջուրի աղբյուրներու պիտի դարձնեմ։
Տիրոջ, ասում եմ, շատ են նմանատիպ համարները Սուրբ Գրքում։ Մենք կարդում ենք, մխիթարում է մեզ, ուրախացնում է մեզ, բարձրացնում է մեզ, մեր ծնկները հաստատում է, նորոգում է մեր կոտրված սրտերը, ու գնում ենք, շարունակում ենք գնալ իր ետևից, շարունակում ենք ամոքած մեր սրտերը գնալ իր ետևից, սпасելով իր գալստյանը, սпасելով իր հետ լիարժեք, վերջնական, այսինքն մեր մարմնից ազատ իր հետ լինելու պահին սпасելով։ Եվ ուզում եմ նաև հիշեցնել 42-ի 3-ը հաջորդ գլխի, որ իր էլի բնության մասին ասում եմ ինձ ու քեզ, ջախջախված եղեգը պիտի չփշրեմ, մի վախի, թուլացել ես, կոտրված ես, մի վախի անձիցդ հրաժարվելուց մտածում ես կորցրեցի, Պողոս առաքյալ ասում է, ինչ որ ինձի շահեր ամեն բան աղբեմ համարում, Փիլիպեցիս 3-ում կարդում ենք, թվարկում է ժամանակի առումով ամենը չընթերցեմ ու չթվարկենք այդ ամենը, շատ բաների հասած մարդ, ամենը աղբեմ համարում, որ Քրիստոսին շահեմ ու նրանում գտնվեմ, ասում է, հետո ասում է, որպեսի ճանաչեմ նրան, հրաժարվում է այդ ամեն ինչից։ Շատեր հիմա կարող են նստած տեղում մտածեն, ասեն, բայց ես կզրկվեմ, ու այդ վախով պարուրված չհամաձայնվեն, որ հրաժարվեն իրենց անձից։ Մտածի, որ մեծ գանձ ես գտնում։ Թող Տերը Սուրբ Հոգին իր հոգով հիմա իմ ու քո աչքերը բացի հոգու, որ տենանք ինչից ենք հրաժարվում ու ինչ գանձ է ինձ ու քեզ սպասում, ինչ փրկություն է սպասում, ինչ ողորմություն է սպասում, ինչ պաշտպանություն է սպասում։ Դու գիշեր ցերեկ չքնես, տանդ, սենակումդ, մեքենայումդ, հետևիցդ, առաջիցդ կամերաներ շարես, որպեսի ապահով լնես, անվտանգության, չգիտեմ, մարդիկ լնեն քո հետ, դու չես կարա քո ապահովությունը այդպես ապահովես, որովհետև եթե Տերը որոշել է ինչ-որ բան, դա կատարվելու է, ինչ ուզում է լինի ու որտեղ ուզում է լինես։ Մենք տեսել ենք շատ, չեմ ուզում մեջբերեմ անուններ, ովքեր փորել են նույնիսկ գետի տակ խորշեր են սարքել, գիտեք, որպեսզի երկար ապրեն, չգիտեմ ինչ լինի, բայց մահացել են շատ կարճ, շատ երիտասարդ տարիքում։ Մենք մեր ապահովությունը, մեր պաշտպանությունը, մեր վեմը, մեր բերդը այդ Տերն է, կապ չունի, հասկանում եք, եթե դու փորձում ես քեզ ինչ-որ ձևերով պաշտպանես, մարդ հարաբերությունների մեջ, չգիտեմ, թվարկեցի, չեմ ուզում շատ օրինակներ նմանատիպ բերեմ, ամեն մեկս գիտենք ինչ հարցի հետ ենք առնչվում, բերենք մեզ Տիրոջ առաջ, կոտրվենք, խոնարհվենք ու ասենք ուզում ենք քո հետ ապրենք, ուզում ենք, որ դու լինես մեր բարի հովիվը, մեր Տերը, ինքը ուզում է լինել, բայց մենք ես իմ համար ասեմ, այն այծիկների նման մեկ-մեկ փախտում ենք, ուզում ենք հեռու, մտածում ենք, ես լավ խոտի տեղ գիտեմ, արոտի տեղ գիտեմ, ես լավ ես ինչ բանի տեղը գիտեմ, ես, դու ոչ մի բան էլ չգիտենք, գնում ենք, ոտ մոտ ջարդած հետ են գալի նորից, վերցնում է, դնում է իր ուսերին, Ղուկաս 15-ում ենք ընթերցում, ու տանում է միացնում իր հոտին։ Թող Աստված օրհնի, սիրելիներ, հիշենք սրա մասին ու հիմա երկենք, հիշեցնեմ ու երկենք, ջախջախված եղեգը պիտի չփշրե ու պլպլացող պատրույգը պիտի չմարե, ամեն։